Ծաղկազարդը կամ ծառ զարդարը գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է, որին հաջորդում է ավագ շաբաթը։ Կատարվում է զատիկից մեկ շաբաթ առաջ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի հաղթական Երուսաղեմ մտնելու օրվա։ Երբ Հիսուսը մուտք գործեց Երուսաղեմ, մարդիկ նրան դիմավորեցին ցնծությամբ, ճանապարհին փռելով իրենց հագուստներն ու ձիթենու ու արմավենու ճյուղերը։ Տոնն ունի նաև ժողովրդական արմատներ, կապված գարնան գալստյան, բնության զարթոնքի և կյանքի վերածննդի հետ։ Քանի որ Հայաստանում արմավենիներ չկան, դրանց փոխարինում են ուռենու ճյուղերը։ Օրհնված ուռենու ճյուղերից պատրաստում են գլխի գեղեցիկ պսակներ, որոնք մարդիկ դնում են գլխին կամ տանում տուն որպես օրհնության ու պահպանության խորհրդանիշ։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, հմայական զորություն, հավատալով, որ դրանցով կավելանա յուղը։ Դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի 4 կողմերը, հայրենիքը, քաղաքները, գյուղերը, արտերը, այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։ Ծաղկազարդի երեկոյան կատարվում է դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում «Բաց մեզ Տեր դուռը ողորմության» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև, կատարվում է երկերկոցի մի հատվածը ամբողջությամբ։ Ավանդույթներ։ Նորապսակ երիտասարդները և նշանված տղաները շաբաթ լույս կիրակի կեսգիշերին արմատախիլ էին անում բողբոջած ուռենիները և բերում տուն։ Եկեղեցիները ևս զարդարում էին ուռենու ճյուղերով, իսկ եկեղեցու բակում ճյուղերից մի մեծ կույտ էին շինում։ Այդ օրը աղջիկները եկեղեցի էին գալիս նույն օրը հավաքած ծաղիկներով։ Այդ օրը կարելի էր ամենուր լսել տղաների ու պատանիների ձեռքով պատրաստված ճռռացող ինքնաշեն խաղալիքների, կարկաչաների ու ճեռերի ձայնը։ Մարդիկ մոմերը ձեռքերին խմբվում էին եկեղեցում և բակում, և կեսգիշերին սկսում էր ուռենու ճյուղերն օրհնելու ծեսը։ Հաճախ ծաղկազարդի օրը Մեծ պասի ընթացքում առաջին անգամ տեղի էր ունենում համպատրաստի նշանադրություն։ Փեսացուի մայրը, նախապես համաձայնեցրած լինելով հարսնացուի մոր հետ, վերցնում էր ուռենու ճյուղի վրա տեղադրված մոմերից մեկը, վառում այն, վրան հագցնում նշանդրեքի մատանին և հանձնում հարսնացուին։ Ժամասացության ավարտից հետո ժամավորները ջանում էին հնարավորինս շատ օրհնված ուռենու ճյուղեր տանել տուն, քանի որ ճյուղերին վերագրվում էր չարխափան և առատացնող զորություն, և դրանք օգտագործում էին տարբեր առիթներով մինչև հաջորդ ծաղկազարդը։ Ճյուղերը նաև գցում էին կարասներն ու ամբարները, թեթևակի հարվածում դրանցով անասուններին։ Ճյուղերից մեկն օգտագործում էին խնոցու համար՝ ստուգելու կարագի պնդությունը։ Ճյուղերից հյուսում էին պսակներ և դրանց միջոցով անցկացնում հավերին, որպեսզի դրանք գեր լինեին։ Ծաղկազարդին միշտ պատրաստել են հատիկ կոչվող աղանդերը։ Այն պատրաստվում էր ցորենից, սիսեռից, չամիչից և շաքարահատիկներից։ Հատիկ տանում էին հյուր գնալիս, կամ որպես ընծա տալիս բակում ման եկող և ծաղկազարդի երգեր երգող երեխաների խմբերին։ Այդ պատճառով հատիկը պատրաստվում էր մեծ քանակությամբ։